Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Ազգային ժողովն ընդունեց ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի համահեղինակը նաև դուք էիք։ Ըստ առաջարկվող փոփոխության, կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ կամ դրանց հոլովաձևեր։ Պարոն Հովհաննիսյան, հնչում է քննադատություն կառավարող ուժի հասցեին, որ ընտրություններից մոտ 2 ամիս առաջ նման նախագիծ բերելը հակասում է ընտրական process-ի տրամաբանությանը եւ այն ուղղված է քաղաքական ուժերից մեկի դեմ, մասնավորապես Ուժեղ Հայաստանի դեմ, որը որոշել է ընտրապայքարին մասնակցել Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքով։ Խնդրում եմ պարզաբանեք, սա իրենց դեմ ուղղված նախագիծ է, թե պարզապես տեխնիկական բնույթի փոփոխություն։ Նախ եկեք արձանագրենք, որ այս փոփոխություններն արվել էին դեռևս 2022 թվականին եւ կուսակցությունների մասին օրենքում այս կարգավորումը կա, որ չի կարող կուսակցությունը դաշինքը ունենալ անձնանուններ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ տրամաբանությունն այն է, որ մենք անցել ենք համամասնական ընտրակարգի, որտեղ ոչ թե անձերով եւ անուններով են ուժերը քաղաքական մասնակցում ընտրություններին, այլ կուսակցության անունով, որը չի կարող նույնական լինել անվան հետ, այսինքն չի կարող լինել ռեյտինգային ընտրակարգի տրամաբանությունը։ Եվ քանի որ կուսակցությունների մասին այս օրենքում այս կարգավորումը կար, արդեն իսկ ձեր նշած քաղաքական ուժը գնացել եւ իրենց կուսակցությունը գրանցել է Ուժեղ Հայաստան անունով, չի գրանցել Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անունով։ Եվ քանի որ տեխնիկական վրիպակի պատճառով այդ կարգավորումը դուրս էր մնացել ընտրական օրենսգրքից, իրանք հիմա փորձում են օգտվել այս օրենքի բացից եւ գրել իրենց անվան կողքը, դաշինքի անվան կողքը նաեւ Սամվել Կարապետյանի հետ, որովհետեւ ուրիշ տեղ չեն կարող գրել այդ մարդու անունը, օրինակ չեն կարող քվեաթերթիկում գրել Սամվել Կարապետյան, որովհետեւ ինքը չի կարող լինել վարչապետի տեխնացու եւ այս քաղաքական ուժը շատ լավ դա հասկանում է։ Բայց ամեն դեպքում այս կարգավորումը Ուժեղ Հայաստան կուսակցության մասին չի։ Այս կարգավորումը ընտրական օրենսգրքի մասին է, այս կարգավորումը համամասնական ընտրակարգի ոգին ամբողջությամբ գործնականում կիրառելու մասին է, թե հիմա դրա հետևանքով ով ինչ փոփոխությունների կենթարկվի, ով կտուժի եւ ով կշահի, ներողություն, բայց դա մեզ մեղմ ասած հետաքրքիր չի ընդհանրապես, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը բոլոր հնարավորությունները տալիս է, որպեսզի ուրեմն քաղաքական ուժերը մասնակցեն ընտրություններին, ներկայացնեն իրենց վարչապետի տեխնացուին, եթե նրանք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ կրկնում եմ կուսակցությունների քվեաթերթիկներում առաջին 3 անունները գրված են լինում ուրեմն ընտրական ցուցակի եւ նույն ձեր նշած ուժը, օրինակ Ուժեղ Հայաստան կուսակցությունը, եթե նրանց տեխնացուն Սամվել Կարապետյանն է, թող իրենց ընտրացուցակի առաջին համարը գրեն Սամվել Կարապետյան։ Սա մարտահրավ էր, որպես կարող են ընդունել, բայց նրանք չեն կարող գրել, որովհետև նրանց վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանը չի կարող լինել։ Կարող են գրել Ռոբերտ Քոչարյան, բայց դա ես էլ չեն կարող անել, որովհետև Ռոբերտ Քոչարյանի անունները իրենց ընտրացուցակի առաջին տեղում գրում են դաշնակները, ըստ էության Հայաստան դաշինքի ցուցակում։ Հետևաբար, այս փոփոխությունը նախ եւ առաջ վրիպակը վերացնելուն է ուղղված, երկրորդ համամասնական ընտրակարգի ոգին ամբողջությամբ կիրառելուն է ուղղված եւ երրորդ մարդկանց մոլորեցնելու դեմ է ուղղված, որովհետեւ փաստացի մարդիկ փորձում են օրինակ Ուժեղ Հայաստանի դեպքում օգտագործել մի մարդու անուն, ով որևէ կերպ չի կարող մասնակցել ընտրական գործընթացներին, կոպիտ ասած, սա եթե մոլորություն չի, ապա ինչ է։ Այդ դեպքում ինչու 2 ամիս առաջ ընտրություններից, պարոն Հովհաննիսյան, ավելի վաղ չէի նկատել վրիպակը։ Ավելի վաղ, կարող ենք նաև ավելի վաղ անել, հիմա ենք այս տեխնիկական վրիպակը նկատել, հիմա ենք բերում այս փոփոխությունը, չեմ կարծում, որ այստեղ որևէ խաղի կանոնների փոփոխություն կա, որովհետև կրկնում եմ, կուսակցությունների մասին օրենքում հստակ կա այն նույն ձևակերպումը, որը հիմա դրվելու է ընտրական օրենսգրքում եւ հետեւաբար, եթե քաղաքական ուժը գնում է եւ գրանցում է իր կուսակցությունը ուրեմն տվյալ կերպ, իմանալով, որ անձնանուններ չի կարող կիրառել, նույնը նաև պետք է իմանա ընտրական օրենսգրքի մասին, եւ ես կարծում եմ, որևէ խաղի կանոն այստեղ չի խախտվել, եւ եթե որևէ ուժ ցանկանում է, որպեսզի իրենց տեխնացուի անունը անպայմանորեն երևա որևէ տեղ, դա կարող են անել իրենց նախընտրական հոլովակներում, պաստառների վրա եւ ինչն ամենակարևորն է, գրել քվեաթերթիկում
Գնացեք ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ, եթե այդքան ուժեղ եք, գրեք Սամվել Կարապետյանի անունը քվեաթերթիկում, բայց դուք չեք կարող 3 երկրի քաղաքացու անուն գրել Հայաստանի Հանրապետության ընտրությունների ընթացքում քվեաթերթիկում, որովհետև դա չի համապատասխանում մեր օրենսդրությանն ու սահմանադրությանը։ Ազգային ժողովի շենքի առաջ պարոն Հովհաննիսյան այսօր թեժեր Սամվել Կարապետյանի աջակիցներն էին հավաքվել եւ բողոքում էին օրենքի նախագծի դեմ, ասում էին, որ դուք կռիվ եք տալիս նրա անվան դեմ։ Չուշացավ նաեւ պարոն Սամվել Կարապետյանի ուղերձը, թույլ տվեք մեջ բերել։ Հիմա պարզ է Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին։ Անկեղծ բարկացած են փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից, խայտարակ եղավ Մոսկվայում, բայց ինչն ավելի վատ է, հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ։ Ինչի մասին է աղաղակում պարոն Կարապետյանը։ Նախ լավ կլինի, որ պարոն Կարապետյանը այդ հայտարարությունը ինքը իր բերանով կարդա հրապարակային, որ մարդիկ հասկանան, որ դա նա է գրել, նա է ասում եւ վերջ-վերջո կարողանում է խոսել հայերեն եւ հոդաբաշխ մտքեր արտահայտել հայերեն լեզվով։ Այս մասով եւ այս հայտարարությունից տպավորություն է եւ գալիս է եւս մեկ անգամ փաստելու, որ այս ուժը եւ տվյալ անձնավորությունը ուղարկված է դրսից եւ հիմա ուրեմն հուշումներ է անում իր տերերին, թե ինչ օրինակ ինչ կերպ կարող են ազդել հայ ժողովրդի վրա, ինչ սանկցիաներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Մարդը այստեղից հուշում է, ասում է գազի գինը թանկացրեք, էս արեք, այն արեք։ Սա ուղիղ հարձակում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի վրա։ Սա ուղիղ նշանակում է, որ այս մարդը ուղարկված է դրսից, սպասարկում է դրսի շահեր եւ փորձում է ուրեմն խաղալ մարդկանց սոցիալական վիճակի հետ, հոգեբանական վիճակի հետ եւ այլն եւ այդպես շարունակ, բայց դա չի ստացվելու, հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է ինչի մասին է խոսքը եւ հունիսի 7-ին գնալու է եւ շատ հեռու է ուղարկելու ուրեմն Հայաստանի Հանրապետության պետության, պետական շահի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ անգամ կապ չունեցող մարդկանց։ Ինչ ուզում են թող անեն, ինչքան ուզում են թող արհեստական ինտելեկտով տեքստեր գեներացնեն, վիդեոներ գեներացնեն կամ փորձեն ինչ-որ հավաքներ կազմակերպել։ Ես նայեցի ձեր մատնաշած հավաքը ազգային ժողովի դարպասների մոտ, ուզում եի հասկանալ ինչ են պահանջում հավաքի մասնակիցները, բայց տեսա, որ հավաքի մասնակիցներն անգամ չգիտեն ինչի են այդտեղ եկել։ Տեսա մեկը ասում էր մարդ եմ սպասում, մյուսը ասում էր ներողություն եկել եմ դինջանամ գնամ, մյուսն ասում էր դե հետո կձևակերպեմ։ Դե պարզա ինչի հետ մենք գործ ունենք։ Ես այտենց մեկ էլ հիշում եմ, որ Բաղրամյանի վրա վրաներ էին խփել ու տենց իրար հետ կռիվ էին անում, տենց մեմ էր դա անգամ դարել, երբ որ ակցիայի մասնակիցներն իրար ասում են ինչի համար ենք հավաքվել, մյուսին ասում է դե դու ասա ինչի համար ենք հավաքվել, տենց վերջում էլ չհասկացան ինչի համար էին հավաքվել ու տեսանք Հայաստան Դաշինքի եւ նրանց կազմակերպած հավաքների հետ ինչ եղավ վերջում։ Հիմա նշում ենք ճակերտների մեջ այդ ուժի քաղաքական մայրամուտը ըստ էության եւ այս ուժն էլ դեռ չծնված արդեն էլի իրանց մայրամուտի պահն հասել, որովհետեւ շարունակաբար օգտագործում են կեղծ տեղեկատվություն, մարդկանց են տարբեր շահագրգռվածությունների միջոցով բերում հասնում տեղ, տեսնում ենք, որ փողի դիմաց են ներգրավում իրենց ընտրելու համար, մեծամորում դեպք կար, որ հենց ուժեղ Հայաստանի ուրեմն գրասենյակում մարդկանց էին գրանցում, բայց արի ու տես, որ աշխատավարձի քողի տակ կաշառք էին բաժանում, այսինքն էլի գործ ունենք fake իրականության հետ, բայց ամենավատը հենց իրենց համար այն է, որ այդ fake իրականությանը հավատում են առաջին հերթին հենց իրենք եւ այդ բխբջակի մեջ իրենք իրենց վստահ եւ ուժեղ են զգում, բայց գալու են եւ հունիսի 7-ին բախվեն իրականությանը, բախվելու են ժողովրդավարության պատին եւ ջախջախվելու են ուղակի որպես քաղաքական ուժ, եթե դա քաղաքական կարելի է կոչել։ Թերևս վերջին հարցը, պարոն Հովհաննիսյան, դուք հունիսի 7-ին քաղաքացուց քվե եք հայցելու եւ ակնկալում եք, որ քաղաքացին տեր կկանգնի հաստատված խաղաղությանը։ Ինչ եք կարծում, քաղաքացուն բավականաչափ բացատրել եք, ինչ է խաղաղությունը, ինչ հաճույք եւ առավելություն է խաղաղ պայմաններում ապրելը եւ վարչապետի կոչին քաղաքացին կանսա հունիսի 7-ին։ Նախ ես պետք է արձանագրեմ, որ խաղաղության օրակարգի հեղինակը հենց այ ժողովուրդն է։ Եվ ավելի լավ, քան հայ ժողովուրդը չի կարող հասկանալ, թե ինչն է խաղաղությունը։ Մեր շփումների ընթացքում քաղաքացիների հետ դուք էլ եք վստահաբար նկատել, որ առաջնայինը ինչ քաղաքացիները մեզանից պահանջում են, ասում են թող խաղաղություն լինի, մնացածը կլինի, որովհետև մնացածի մասով մեր ժողովուրդը կասկած չունի, որովհետև Հայաստանը զերծ է համակարգային կոռուպցիայից, մանր-մունր կոռուպցիոներներն էլ բռնվում են եւ խստագույնս պատժվում են։
մենք ժողովրդի բարեկեցության, սոցիալական բարեկեցության իմաստով ծրագրեր ենք իրականացնում, առողջապահության ապահովագրությունը կլինի, սոցիալական կրեդիտների վերադարձը կլինի, մատչելի բնակարանները կլինեն, 16 միլիոնները կլինեն, դպրոցաշինություն, մանկապարտեզների շինարարություն, բուժհաստատություններ, ճանապարհներ, այնքան կարելի է թվարկել։ Բացատրել ենք այնքան, որքան որ պետք է, կարծում եմ միշտ կարիք կա զրույցի, միշտ կարիք կա խոսակցության, թե որքան կարևոր է խաղաղությունը, որովհետև խաղաղությունը պրոդուկտ չի, խաղաղությունը գործընթաց է եւ չկա մի ժամանակահատված, որ ասենք դե 2 ամիս աշխատեցինք եւ ահա ունենք խաղաղություն, չէ։ Անընդհատ պետք է աշխատել խաղաղության պահպանման, դրա ամրացման ուղղությամբ, մանավանդ մեր դեպքում, երբ որ մենք դեռևս նախաստորագրել ենք խաղաղության պայմանագիրը, եւ չափազանց կարեւոր է, որ հունիսի 7-ին քաղաքացին գա եւ տեր կանգնի իր իսկ հեղինակած խաղաղությանը, գա եւ տեր կանգնի իր իսկ հեղինակած խաղաղությանը, որովհետեւ հակառակ դեպքում ոչ թե ես ասում եմ, որ եթե մենք չլինենք, ապա չի լինի խաղաղություն, ես ասում եմ, որ եթե լինեն այլ երկրից ուղղորդված ուժեր, ապա խաղաղություն չի լինելու։ Եվ սա ակնհայտ է, որովհետև այդ մարդիկ գալիս են, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Ռոբերտ Քոչարյանը միասին նույն կետից կառավարվող, նույնաբովանդակ քաղաքական ուժեր են, որոնք գալիս են վիժեցնելու խաղաղության գործընթացը, TRIP-ի հետ կապված պայմանավորվածությունները, խաղաղության խաչմերուկի հետ կապված պայմանավորվածությունները։ Եվ ես վստահ եմ, որ մարդը, բանական մարդը չի կարող չընտրել խաղաղությունը, ազատությունը եւ բարեկեցությունը։ Մենք այս ամեն ինչը առաջարկել ենք, անում ենք մեր ժողովրդի համար, ժողովուրդը սա տեսնում է եւ ես վստահ եմ, որ հունիսի 7-ին մեր քաղաքացիները պատմաքաղաքական որոշում են կայացնելու, գալու են եւ ընտրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ տեր են կանգնելու խաղաղությանը։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։